Շարունակվում է կենտրոնի առավոտեսելի հեռուստադիտողներ, կոնֆետը ինչի կերա ես ֆրանսիացի դաշնակահար Թիբո Մենիլոն վերադարձել է Հայաստան երկու բացառիկ համերգով։ Առաջին համերգը արդեն տեղի է ունեցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, իսկ երկրորդ համերգը տեղի կունենա ապրիլի 25-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիա Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ նա հանդես կգա իմպրովիզացիոն ռեցետալով։ Մեր հյուրերին ներկայացնեմ ժամանակակից հանրահայտ ֆրանսիացի ջազ դաշնակահար, իմպրովիզատոր, սերունդների ուսուցիչ, բնորոշումը ստացած Ռոժե Մենիլոյի թոռ Թիբո Մենիլոն, մենք մի անգամ էլ ենք առիթ ունեցել ոնց որ թե նրան հյուրընկալելու, իսկ մեզ կօգնի հաղորդակցվել երաժշտի կինը Արմինե Օհանյանը, բարի լույս։ Բարև ձեզ, բայց կարծես թե լավ է, ոնց որ թե մի քիչ խոսում է, հա, հայերեն։ Նորմալ խոսում է Թիբոն։ Այո։ Քանի տարի է որ դուք միասին եք։ 10 տարի արդեն։ Ոչ պիտի արդեն լավ խոսեր հայերեն, ոնց որ թե կարող ես խոսել։ Ես հասկանում եմ մի քիչ, ես կարող եմ հայերեն խոսել։ հայերեն չեք կռվում։ Հայերեն չեք։ Vous disputez pas en arménien? Ֆրանսերեն։ Իսկ վահեին ասացին, որ իրենք սոված են ու վայ ոնց որ պատրաստած կերակուրի քույրը տարածվել է տաղավարով, հետո անպայման կհյուրասիրենք։ Պատմեք, ոնց է։ Այո, պատմեք։ Ես ինչ լավ համերգ եք եկել։ Շատ ուրախ ենք լինել կրկին Հայաստանում։ Թիբոն երկու համերգ է ունենալու։ Առաջին համերգը եղավ արդեն Գաֆէսճեան կենտրոնում, երկրորդը կլինի ամսի 25-ին Բաբաջանյան համերգասրահում, այնպես որ բոլորին հրավիրում ենք։ Միայն համերգների հետ կապված եք գալիս Հայաստան։ Հիմնականում ես նաև գործնական որոշ հանդիպումների եւ այլն։ Այո։ Ոնց է։ Շատ լավ։ Այն անցած տարի էր որ հանդիպեցին։ Դրանից հետո չէիք եկել։ Չէ։ Այսինքն ամեն տարի այնուամենայնիվ համերգներ որոշում եք այստեղ բերել։ Նույն ծրագիր է թե ինչ որ ծրագիրը փոփոխության է ընթացքում։ Ծրագիրը միշտ փոխվում է, որտեղ իմպրովիզացիա ամբողջությամբ լինում, այսինքն երբեք նույն ծրագիրը։ Մեծ հաշվով ծրագիր էլ չի լինում։ Դժվար չի Թիբոին տենց անընդհատ տենց ստեղծագործել։ Ինձ թվում է ինքը հենց դա է սիրում, որովհետև ասում է, որ այն հանդիսատեսը, որ ներկա է լինում, ինքը դրանից էներգիա է ստանում ու դրա շնորհիվ է ինքը կարողանում ստեղծագործել ու նորը ներկայացնել։ Ինձ հետաքրքիր է Արմինեն կթողնի, որ կփոխանցի մեր հարցերը Թիբոյին թե։ Հավես չկա, չէ՞ թարգմանելու։ Բայց դու Թիբոյին քիչ հասկանում ես, տենց մի ասեք, c'est pas très difficile pour toi de ne pas savoir ce que tu vas jouer, c'est toujours l'improvisation. Չէ՞։ Ես շատ ուլաղ եմ, երբ չգիտե Ինչ ես նվագելու։ ճիշտ է։ Երբ դիքես ինչ ես նվագելու, իմպրովիզացիա։ Ты parles English or français? Ես կթարգմանեմ։ Չէ, ավելի ճիշտ կլինի որ թարգմանեմ։ Ոնց ուզեք, մեկ այկոսն էլ չենք հասկանում։ Ils comprennent pas les deux, donc c'est mieux en français, je vais traduire. J'aime beaucoup le premier son qui va sortir, va créer le concert en fait. Donc c'est la première note avec l'énergie de la scène vers l'audience et de l'audience vers la scène avec la réverbération du piano. Et derrière, il y a une histoire qui se crée. Donc en fait, c'est très intéressant parce que ça me permet de voyager à travers ma musique et je veux ne pas savoir ce qui va se passer pour justement développer une nouvelle histoire et un lien avec le public. Et surtout le public arménien qui a chat spirituality. Je sais pas comment tu dis, mais so ça. Ասում եմ առաջի հենց նոտաներն են ինքը սիրում, որովհետև հենց այդ առաջի նոտաներից է գալիս այն ամեն ինչ, որ ստեղծվում է բեմի վրա, ու ասում է, որ ինքը շատ է սիրում հայ հանդիսատեսին եւ Հայաստանը, որովհետև զգում է ինչ որ գերբնական Վերջում պարզվելու հայա խայտարակում։ Ինձ էլ peut-être que tu es arménien, mais tu ne sais pas. Ես ասում եմ։ Իդեպ այսօր առավոտյան ինքը լսում էր կոմիտաս ու ասում էր ես ինչ որ զգում եմ որ ինչ որ միգուցե ես հայկական արմատներ ունեի որ նախորդ կյանքում այո դուք եք զբաղվում իր հայերենի իմացությամբ այո բայց լավ չեմ զբաղվում որտեղ ինքը ասում է ես ուզում եմ շատ խոսել հայերեն բայց ժամանակի առումով խոսքը բայց ինչքան գեղեցիկ է ֆրանսերեն լեզուն
Այո։ Շատ գեղեցիկ է։ Տիբոն, որ ասաց անգլերեն, թե ֆրանսերեն, այդ զավեշտալի մի պատմություն հիշեցի, չգիտեմ կհասկանա թե չէ, կարող եք հետո թարգմանել։ Շատ տարիներ առաջ Փարիզում էինք, եղբորս ընտանիքի եւ ընկերների հետ միասին։ Հետո այնպես ստացվեց, որ ընկերներից մեկի հետ որոշեցինք մի քիչ էլ շրջենք Փարիզում, նոր գնանք, ու մոտեցան մեզ տղաներ, ովքեր անգլերեն մեզ հարցրեցին ինչ որ բանի տեղ։ Դե լսում ես, որ անգլերեն է։ Բայց այդ բանը, հայ տպավորությունը, մարդու գիտակցությունը, մենք երկուսս էլ ֆրանսերեն ասում ենք, «Օ, excusez-moi, je ne parle pas français»։ Ու այդ մարդիկ դες նայում են մեր դեմքը, մտածում են, բայց ով էր ձեզ ֆրանսերեն։ Հիմա որ Տիբոն ասում է ֆրանսերեն թե անգլերեն, ասում է երկուսն չեմ հասկանում, կարող ես խոսել։ Elle dit qu'une fois, elle était à Paris et il y avait des gens qui sont venus, qui ont demandé des choses en anglais. Արմինը ոնց որ լավ եք զբաղվում։ Իմ եղբայրը փայլուն խոսում է ֆրանսերեն, որովհետև ապրում է Լյուքսեմբուրգում, եւ այդ առումով անգլերենը մեր վատ է, մենք միշտ այդ մասին խոսում ենք, որ անընդհատ մեր անգլերենը չի բարելավում, ասում ենք դե դու գոնե մի բան շահել ես, դու գոնե հիմա փայլուն ֆրանսերեն ես այո խոսում։ Ինձ հետաքրքիր է, քանի որ ամեն անգամ իմպրովիզը լինում է, որ չի ստացվում։ Թե ինքը լավ մտածված Est-ce que ça t'arrive que tu n'arrives pas à jouer ou tu n'es pas inspiré et tu n'arrives pas à improviser? Never in concert. Jamais en concert. Chez moi, oui, mais il me tourne, yes. Concert, չէ։ Ասում է համերգի ժամանակ ոչ, բայց երբեմն երբ որ տունը պարապում է, երբեմն այլ լինում է որ։ Բայց ամեն դեպքում ինչքան ուզում է իմպրովիզ լինի, ինքը տանը լավ մտածած իմպրովիզ է, թե ոնց։ Այսինքն ամեն դեպքում դա աշխատված իմպրովիզ է, չէ՞, որովհետև ինչի թվում որ Այո եւ ոչ, c'est l'improvisation, mais tu travailles quand même, non? Yes, շատ աշխատեմ, իմ տուն, je travaille beaucoup. Oui. Et avant le concert, j'ai tout dit. Comme ça, au concert, c'est toujours nouveau. Ah, ça. Ասում է, այո, շատ եմ աշխատում։ Sur la գալուս եմ նավատ։ Թարգման չի եղել։ Ասում է, շատ եմ աշխատում, դրա համար տանը եթե ինչ-որ մի բան չի ստացվում, տանն է լինում, երբ որ դաշնամուրի վրա է լինում, բայց համերգի ժամանակ կարծում է, չէ։ Այլ է։ Ես ոնց հասկացա, Տիբոն շատ ոգեշնչվում է Կոմիտասով, բայց կան էլի ինչ կոմպոզիտորներ կան, որոնք այդտենց ոգեշնչող կարող են լինել երաժշտության մեջ։ En dehors de Comitas, qui d'autres peut t'inspirer? Comitas. Արմինե ջան, ինքան մենք հասկանում ենք կարող բան բասել իրանից։ Չէ, դու մնա, Comitas, Arnaud Babadjayan, Ratchaturian, Gasparian. Gurdjieff, Ravel, Messiaen, Debussy, Mozart, Bach, Scarlatti, and also jazz. So Coltrane and I don't know, McCoy Tyner, Bill Evans, Wynton Kelly. I can say a lot. Yes. Ոնց հասկացա, մենք էլ ֆրանսերեն ենք հասկանում։ And Sayat Nova, Dele Yaman, and folk Armenian song, very deep song. Folk and like Mess, you know, Yekeretsi song. Organ song. Շատ սիրուն է, դու գիտեք, music is really, comment tu dis énorme en arménien? Ասում ինչ որ մեծություն կա այդ երաժշտության մեջ, մոգական բան կա, հոգևոր երաժշտության մեջ։ Այո, անշուշտ, ես չգիտեմ, երևի անհրաժեշտություն կլինի թարգմանել, սովորաբար անընդհատ մենք լսում ենք հատկապես, հա, երաժիշտներից, ովքեր ասում են, որ դասական երաժշտությունը, իրենք էլ հասկանում են, ինքն իսկապես կարող է լինել բուժիչ, այդքան մոլեկուլար մակարդակի կարող է լինել բուժիչ։ Ինքը անընդհատ երաժշտության մեջ է, իմպրովիզացիա է անում, բայց այնուամենայնիվ լսում է ուրիշ որակի երաժշտություն։ Երբևէ եղել է, որ ինքը իսկապես զգա, որ այդ երաժշտությունը մոտ լինելը, այո, բուժիչ հատկություն ունենա։ Surtout la musique classique, on dit qu'il a quelque chose de moléculaire dedans qui peut nous guérir aussi. Est-ce que parfois tu as ressenti ce sentiment de guérison? J'ai ressenti, mais le public aussi ressent ça, parce qu'on m'a déjà dit que ça leur faisait du bien d'écouter de la musique, et qu'après ils se sentaient bien, qu'il n'y avait plus de problèmes, plus de maladies. Plusieurs fois en France et en Arménie, on me l'a dit, donc
Il y a quelque chose de très, je dirais plutôt quantique. Quantique, cosmique. Cosmique. Ասում է այո ինքը զգացել է, բայց նաև հանդիսատեսն է երբեմն իրեն դա ասել, որ իր համերգներից հետո ինչ որ վիդեոով իրանք այլ կերպ են դուրս եկել համերգասրահից եւ նույնիսկ մոռանալով որոշ խնդիրներ կամ այո, ասում է որ դա այդ ազդեցությունը ինքը զգում է եւ նույնիսկ հանդիսատեսն է զգում։ Էլ որտեղ եք համերգներ ունենում, շրջագայում եք, Եվրոպայով, չգիտեմ, այլ երկրներով։ Հիմնականում Փարիզում շրջագայությունը մենակ դնում է, երբ որ գալիս ենք Հայաստան, Փարիզում ինքը շուտով կունենա Salle Cortot. Yeah, it's concert hall Salle Cortot. Salle Cortot, շատ c'est կարևոր, une pièce qui est une salle qui a une acoustique incroyable. Շատ հետաքրքիր ակուստիկա ունի այդ սրահը, Փարիզի հարահայտ համերգասրահներից մեկն է Salle Cortot, որտեղ որ ինքը կունենա հոկտեմբերին, an octobre. 30 octobre. 30 հոկտեմբերի կլինի մեծ համերգ։ Big venue. Հետաքրքիր է էլի ասում եմ հարցը սամուստուն, բայց Արմինե դու ինչքան կուզես այդքանը թարգմանիր։ Իրականում անընդհատ չգիտեմ, գուցե հայերի մեծամտությունից է, բայց անդադ խոսում են մասին, որ հայ կանայք լրիվ ուրիշ տեսակ են աշխարհում, ոչ միայն իրենց ուժով, ձևով, երեխաների հանդեպ դաստիարակությամբ, որպես կին տանը, եւ մենք միշտ տենց լսում ենք, որ տարբեր է հայ կինը աշխարհի շատ կանանցից։ Թիբոն, որ մեծացել է եվրոպական միջավայրում, բնականաբար ծանոթ է եղել այդ միջավայրին, այդ միջավայրի կանանց, միանգամից հայտնվում է մի կենցաղում, որտեղ հայ կին է, իր արժեքներով, դաստիարակությամբ եւ այլն։ Հետաքրքիր ենք իսկապես այդ տարբերությունը նկատում է եւ հատկապես ինչ գծեր կշեշտի, որոնք այդքան տարբերում են հայ կնոջ այլ կանանցից։ Դե կարաս թարգմանի։ Այո, կարողանա։ Il dit que tu as grandi dans une famille française avec vos traditions ou pas de traditions, etc. Et tu as choisi une femme arménienne et les femmes arméniennes sont un peu différentes, on dit, dans leur façon d'être, dans la famille, etc. Qu'est-ce que tu ressens de différent chez moi, dans la famille? Qu'est-ce que me différencie à ton avis de d'autres femmes? Je pense que toute personne est unique, donc même si on a une culture différente, chaque personne a sa singularité. Et Armin, elle est arménienne, mais elle vit en France, donc elle a échappé à on va dire, à l'environnement arménien. Mais qu'est-ce qu'elle t'apporte dans ta quotidien? Elle apaise. Voilà, c'est une personne qui apaise et qui a une certaine ouverture aussi familiale et intellectuelle plus que d'autres personnes, mais peut-être plus que des Arméniens et des Français, parce qu'elle est unique. Donc, check it out. Ասում է յուրաքանչյուր մարդ ունիկալ է իր տեսակով, իսկ Արմինեի հետ շփվելը որոշակի հանգստություն եւ ինտելեկտուալ այլ սնուցում է ինձ տալիս։ Այդպեսին են հայ կանայք։ Ձեր որդին է այնտեղ նստած։ Այո։ Ինչ է անունը։ Ամադեո։ Ամադեո։ Հայերեն հասկանում է։ Այո։ Կգաս։ Արի։ Ես ասում եք շատ կուզեմ, որ Թող հեռախոսը թող արի։ Բայց անջատում է ձայնը նոր է գալիս։ Քանի տարեկան է։ Քանի տարեկան է։ 7 տարեկան է։ Բարև։ Բարև։ Օ, Արմինե, բրավո։ Ամադեո, աչքերի գույնն է։ հա, քո աչքերի գույնին է, դրա համար այդպես։ Ավելի սիրուն։ Արի բարևենք, իմ անունը Անուշիկ է։ Ամադեո։ Շատ հաճելի է։ Ինքը Դավիթն է։ Տես ինչ նման է քո աչքերի իր աչքերի գույնին։ Դրա համար ուրախացավ, դու շատ նման ես իր տղային, գիտես, իր տղան էլ է այսպես կապուտաչա եւ քո նման մազերի գույն ունի, ոսկե ծամ։ Քանի տարեկան է իր։ 7, քո տղան էլ է, չէ՞։ 7։ 9 է արդեն։ Ահա։ Ամադեո, դու շատ ես լինում Հայաստանում։ Հա։ Մամայի պապա, իսկ սիրում ես դաշնամուր նվագել, ինչպես պապան։ Հա։ Այո։ Ուզում ես դառնալ դաշնակահար։ Tu veux devenir pianiste? Չի բանկող։
Դեռ չգիտի։ Իսկ կա տենց քարոզ դարձնելու երաժիշտ երեխային։ Դե Չէ։ Ինքը կընտրի եւ այն ինչ կուզի, բայց հիմա շատ սպորտով ենք Բայց ցանկալի դաշնամուր։ Ամադեո, ասա խնդրեմ, դու կուզես ապրել Հայաստանում։ Միշտ։ Քեզ հավանում ես Հայաստանը։ Սիրում ես Հայաստան։ Հա, բայց այստեղ պիտի ասես, հա, որ հերոստատիտողը քեզ լսի, որովհետև դու խոսափող չունես, իսկ ես ունեմ, որ քեզ լսեն։ Դու ուզում ես ապրել Հայաստանում, ճիշտ է։ Հա։ Հայրիկը իմացավ այդ մասին։ Մաման երևի Բերել ես, բոլորին բերելու եմ։ Իսկ դու այստեղ ընկերներ ունես։ Tu as des amis ici? Ընկերներ։ Իսկ ոնց որ լավ չխոսում էր երեխաները։ Շատ ամեն ինչ չի ասում։ Կուկուզին։ Քույր եղբայր։ Այո։ Այո, իսկ տատիկ, պապիկ։ Հայո։ Այո, սիրում ես չէ իրենց։ Հայո։ Այո։ Այդ համ հան է, համ այո։ Դու շատ սիրուն տղա ես, ապրես։ Ես ուրախ եմ քեզ հետ ծանոթանալ։ Ֆանտաստիկ։ Հիմա ասում ամենավատ հարցը հայ երեխաներին, մամային է սիրում թե պապային։ Ամենաշատը։ Երկուսն Երկուսն է։ Կարող ես նստել պապայի կողքին։ Ահա։ Գնա այնտեղ։ Հրաշալի ասում է զավակ, Շատ լավ է։ ասում է մի քիչ ֆրանսիացի, ավելի շատ հայ, թողնապահություն անենք, էլի։ Հուսանք չնեղանա մեզնից։ Բայց մենք ֆրանսիացիներին շատ ենք սիրում։ Այո, Գիտեմ։ Իցնը այդպես է, մենք շատ ենք սիրում, մենք շատ կապված Մենք ենք։ շատ կապված ենք։ Ես էլի մի պատմություն պատմեմ, այդ տարի երբ Էֆելյան աշտարակի վերևը բացրանալու համար հերթ էինք կանգնած, եւ քանի որ շատ երկար է դետևում process-ը, գիտեք, այնտեղ սկսեցին տարբեր ազգերի ներկայացուցիչներ կային ծանոթանալ միմյանց հետ։ Դե բոլորը հարցնում են ով որտեղից է։ Չէ, ոչ թե հայերն էին շատ, այլ հետաքրքիր էր մի ազգի ներկայացուցիչ, որը եվրոպացի էլ չէր, ֆրանսիացի էլ չէր, չեմ հիշում, բայց հարցրեց ասաց իսկ դուք որտեղից եք։ Երբ ասացի Հայաստանից, չհասկացավ այդ որտեղ է։ Հասկանում եք։ Ինչ եմ ասում։ Est-ce que tu comprends? Là j'ai écouté le petit donc Ասма չէ երեխան բաներ։ Լավ, հիմա թարգմանենք ու կթարգմանեմ։ այդ ժամանակ երբ հասկացա որ չի հասկանում Հայաստանը որտեղ է, մտածեցի դե ինչ ասեմ, որ մի քիչ գոնե հասկանա ես ինչ ազգ եմ, ասացի Շարլ Անձնաբուր։ Միանգամից ինքը իմացավ այդ որ ազգի մասին է խոսքը։ Ու հետաքրքիր է որ դե իրականում մենք ունենք շատ հայրենակիցներ, ովքեր ապրում եւ ստեղծագործում են Ֆրանսիայում, Փարիզում, իրենք մեզ համար միևնույն է հեղինակություն են, ինչպես ասում են։ Եվ տա Աստված, որ չնայած որ շատ հաճախ լինում են, եկել էր մեզ մոտ հիշում ես դերասանը Սերժ Ավետիքյան, մեր ծանոթներից է։ Արամ ֆիլմի դերասանի մոռացա։ Սիմոն Աբգարյան, այո, ներկայացման մեջ պիտի խաղար, ես պիտի հարցազրույց վերցնեի, բայց ինքը մեկնեց, ասաց հաջորդ անգամ չհասցրեցինք իրար հետ հանդիպել։ Սրանք անհատներ են, որոնք ստեղծում են մեզ համար այցեքարտ։ Ու նաև բարձր են պահում հայանում։ Այո։ Իսկ շփվում եք այնտեղ հայերի հետ։ Հա, իհարկե։ Շատ են։ Ֆրանսիայում շատ են, հա, իհարկե շատ են։ Ավելի շատ Մարսելում են, մենք Փարիզում ենք, բայց Փարիզում էլ շատ հայեր կան, շփվում ենք իհարկե, Սերժի հետ ենք վերջերս Ավետիքյանի հետ ենք շփվում, որոշ պրոյեկտներ ունենք միասին։ Արմինե, եթե ազնիվ սիրո այդ քաղաքը Փարիզը, հա, որ բոլորը երազում են այնտեղ լինել, ի վերջո փոփոխության շատ է ենթարկվել։ Ինչ է մնացել։ Ես այդ անգամ այդ տարիներին, դա 2009 թե 10 թվականներ, հիմա լավ կարող է չհիշեմ, անգամ այդ ժամանակ ասում էին, որ արդեն բնիկ ֆրանսիացիներ չկան, իրենք sense արվարձաններ են գնում, շատ բաներ իրենց արդեն դուր չի գալիս, արաբներն են շատ, անտանելի շատ։ Որովհետև ես վերջին անգամ երբ 17 թվականներ գուցե չեմ հիշում, 17-18 մի քանի օրով եղա Փարիզում, այնտեղ իհարկե շատ էր փոխվել իմ են տեսածից, ի համեմատ, բայց անգամ այն ժամանակ ասում էին, որ այդ սիրո քաղաքից բան չի մնացել, ինչն է պակասել։ Ես քեզանից 5 տարի հետո գնացել եմ, ընդհանրապես բան չի մնացել։ Երևի երբ որ ապրում ես այնտեղ ու չես գալիս որպես տուրիստ, երևի այլ կերպ ես նայում, այո, իրենք շատ են, բայց չգիտեմ, կարծում եմ սիրո քաղաքը միշտ էլ Փարիզը կմնա Փարիզ եւ կարծում եմ այն շունչ են ինչ գույն է պակասել, այդ որ շունչն ու գույնն է, որ
այդքան խանգարում են մարդկանց, ովքեր ֆրանսիացի են եւ իրենք չեն ուզում տեսնել են ինչ-որ։ Ուղղակի ինձ թվում է, որ այնտեղ շատ տուրիստական քաղաք է ու շատ են տարբեր երկրների ներկայացուցիչ, այսինքն բոլոր գույները խառնված են իրար, բայց շատերին դա նաև դուր է գալիս, որովհետև դա ավելի բաց է ցույց տալիս աշխարհը, այո։ Փարիզը մնում է Փարիզ։ Այո, դե բայց որևէ մեկը չկա, որ անկախ դրանից հիմա Դավիթը ասիական երկրներն է ուզում շրջագայել, որովհետև արդեն եղել է, բայց վստահ եմ, երբ դու խոսում ես շրջագայության մասին, առաջին հերթին կան կարևոր երկրներ, որտեղ ուզում ես լինել, այո, իհարկե դրանից մեկը Փարիզն է։ Այո, անշուշտ։ Մենք շատ ուրախ ենք ձեզ հետ եւս մեկ անգամ հանդիպելու, հատկապես անոթանալու ձեր որդու հետ։ Ես հուսամ, որ ինքը էլ ավելի լավ կխոսի հայերեն։ Այո, ես կաշխատեմ դրա վրա։ Եվ դուք հաջորդ անգամ ինձ թվում է ավելի լավ կխոսեք, ասում ենք ֆրանսերեն դժվար ավելի լավ խոսենք, բայց դուք ավելի լավ կխոսեք հայերեն։ Ձեզ հաջողություն եք մաղթում։ Շնորհակալ, սիրով։ Եվս մեկ անգամ, եթե, չգիտեմ, տոմսերը վաճառվում են ու մնացել է թե ոչ։ Ապրիլի 25-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում ֆանտաստիկ երաժշտության երեկո է լինելու, գնացեք եւ վայելեք։ Շնորհակալություն, գովազդ մեր եթերում։